Սիրելի բարեկամներ, քանի որ մեր երկիրը գտնվում է քաղաքական թոհուբոհի մեջ եւ ոչ անմասն չի իհարկե նաեւ երկիր մեծ է հեռուստաընկերություն, ինչպես նաեւ մնացած մեր այլ հեռուստաընկերություններ, իհարկե մենք քաղաքական կոչեր չենք անի, բայց կպատրաստենք քաղաքական մեկ ուտեստ եւս։ Հիշում եք, որ 2 տարի առաջ մենք պատրաստեցինք հեղափոխական եւ հակահեղափոխական ճագար, իսկ հիմա մենք կպատրաստենք սև եւ սպիտակ քյաբաբ, կամ կլինի սպիտակ եւ կարմիր վարդերի քյաբաբը կամ սպիտակ գվարդիականների կամ կարմիր գվարդիականների քյաբաբը, որովհետեւ մեր հաղորդաշարը ունի մի առանձնահատկություն, որ գալիս է նաեւ երկիր մեծ է առանձնահատկություններից, դա այն է, որ մեր հաղորդաշարը նախ ազգային է, երկրորդ կրեատիվ է եւ ինչպես որ հայկական խոհանոցը անվանվում է խոհերի տեղ կամ խոհարարը միտք արարող խոհարարող, այդպես էլ մենք հիմա միտք կարարենք։ Հիմա մենք տեսնում ենք ամենից սևին մոտ բանջարեղենը, այն է սմբուկը, իհարկե նրա գույնը սև չի, պարզապես գունային գաման է, այսպես սևին մոտեցնում, որովհետև սև եւ սպիտակ գույներ գիտեք, որ բնության մեջ չկան, պարզապես մեր աչքն է դրան սովորացելու սև կամ սպիտակ, ինքը ավելի շուտ երևի թե մուգ մանուշակագույն է, եւ եթե մենք դրան կտրում ենք, նկատում ենք, որ մեջը արդեն մոտ է սպիտակին, այսինքն ամեն նույնիսկ ամենասև երևույթը իր մեջ ունի սպիտակ գծեր, ամենամեծ մավրն էլ ունի սպիտակ ատամներ եւ կյանքում ամեն սև բան չէ, որ վատն է եւ ամեն սպիտակ բան չէ, որ շատ լավն է, հիմա մենք կպատրաստենք, այսպես ասենք, հեղափոխական եւ հակահեղափոխական քյաբաբ։ Մենք ունենք 6 սմբուկ, 6 մասի բաժանված 3 սմբուկ, իհարկե հեռացնում ենք նրանց պտղակոթերը։ Գիտեք, որ սմբուկը ունի բնական այսպես դառնություն, այդ իսկ պատճառով նրան մի 15 րոպե կանգնենք աղաջրի լոգարանի մեջ, ինքը աղաջրից լոգան կստանա, որպեսզի այդ իր բնական դառնությունը մի փոքր մեղմենք։ Տեսնում եք, ահա մեր, տեսեք ինչքան գեղեցիկ է, ինչպես Շեքսպիրի մոտ է սպիտակ եւ կարմիր վարդերը, հիմա մենք կավելացնենք իհարկե, իդեպ մեր բոլոր տնային տնտեսուհիները գիտեն, որ սուր դանակ ավելի քիչ է կտրում, եթե հանկարծ վնասի մատները քան թե ժողովրդի լեզվով ասած քոր դանակը կամ բութ դանակը, ահա վասիկ, հիմա հակառակ կողմից ենք անում, գեղեցիկ մենք ստանալու ենք երկրաչափական պատկերներ, սիրելի հեռուստադիտող, տեսեք ինչքան գեղեցիկ ենք մենք ստանում եւ զգացեք մենք ինչ պատկեր ենք ստանալու, այսպես վարդի նման բացվում են ինչպես քաղաքական ուժերը ընտրարշավին, իրենց ելույթներում, իրենց խոստումների մեջ, իսկ թե ինչպիսին կլինեն մեր քաղաքական ուժերը կամ ինչպիսին կլինի մեր քյաբաբը մենք կտեսնենք, երբ որ այն պատրաստ կլինի։ Դուք գիտեք, որ սմբուկը Հայաստան, ի տարբերություն Եվրոպայի, որտեղ եկել է 15-16-րդ դարերում, Հայաստանում եղել է 6-7-րդ դարերում, ես չգիտեմ այսքան գեղեցիկ կտրում էին այն ժամանակ թե ոչ, բայց որ շատ համեղ ուտեստներ են պատրաստում, դա վստահաբար, եւ մենք այսօր նույնպես շատ գեղեցիկ իհարկե ուտեստ կպատրաստենք։ Կպատրաստենք ուտեստ, որը նվիրված կլինի մեր ընտրական եւ հետընտրական process-ներին եւ կհասկանանք, որ ամենից կարեւորը իհարկե հայրենիքն է եւ ոչինչ չարժե հայրենիքի
ինքնիշխանությունից բացի։ Այսպես, հիմա էլ հակառակ կողմն ենք տեղափոխում։ Փայլուն։ Ամենից դժվար աշխատանքը թերևս սա էր, որպեսզի ստանայինք այսպես գեղեցիկ, կոնաձև սմբուկներ։ Հիմա իրանց տեղափոխում ենք, որպեսզի տեղազատենք մեր սպիտակ և կարմիր մսերի համար։ Մենք վերցնում ենք տավարի միս, սա փափկամիսն է անշուշտ, վերցնում ենք խոզի ճարպ, հարաբերակցությունը 1:3 է, և քանի որ մենք չենք օգտագործում մսաղած, մենք այն կկտրատենք հայկական ավանդական ցակատով և մսի համար նախատեսված այս փոքրիկ դանակով, որ ժամանակին պատրաստվել է հայ էլեկտրոմեքենայում։ Ահա նկատում ենք, որ չնայած ձախ ձեռքով եմ ես խփում հայ էլեկտրոյի դանակով, բայց հայ էլեկտրոն հաղթում է, կարծես թե ցակատին հայկական ավանդական, և քանի որ այս տարի լրանում է մեր մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը, այստեղ կարող էր հնչել Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ցանկացածը, և մենք այդ ստեղծագործության այսպես հնչյունների ներքո մտովի կծեծենք մեր միսը։ Գիտեք, որ 100-200 ավելի առաջ տարիներին բնականաբար մսաղացներ չկային և տոլմա, քյուֆթա, մնացած քյաբաբ, այդ մնացած բոլոր մսային ուտեստները կոլոլակ պատրաստում էին անշուշտ ծեծելով։ Աղ ենք ավելացնում, այս մի 2 լիտր ջրին բավարար է 2 պտղուց աղը և հիմա աղաջրի մեջ կընկղմենք մեր սմբուկները։ Մենք ավելացնենք նաև մեր սոխը, քանի որ ինքը ամբողջովին պիտի ներծծվի այս մեր խոզի ճարպի և տավարի մսի մեջ, նրան կտրում ենք կամայական ձևով, այսքան մսին, այսքան սոխը բավարար է, և շարունակում ենք մեր այս գործընթացը։ Կավելացնենք նաև մի քիչ համեմ։ Եվ նկատում եք, որ հիմա իրենք համասեռ զանգված դառնալու ճանապարհին են։ Ահա այսպես։ Մտածում որ մենք փայլուն արդյունք ենք ստանալու։ Սերի հեռուստադիտող դուք զգում եք նաև անձրևի բնորոշ ձայնը, որը ավելանում է մեր դանակի ձայներին և իմ ձայնին և հետաքրքիր շունչ է տալիս մեր հաղորդմանը։ Շուտով հնարավոր է նաև լսեք կայծակ, որոտ, ամպրոպի ձայնը, ինչպես որ կայծակ և որոտ են շանթահարում մեր որոշ քաղաքական գործիչներ, բայց լավ կլինի, որ այդ կայծակ և որոտը շանթահարեն այլոց։ Սիրելի բարեկամներ, հիմա մենք նաև կավելացնենք մեր համեմունքային խառնուրդը, իհարկե ի սկզբանե մեր խորշոր աղը, մեր հայկական ավանդական խորշոր աղը, 2 պտղունց, կա գիտեք 2 տիպի պտղունցներ, 3 մատով դա խոհարականն է և 2 մատով, երբ որ մենք ավելացնում ենք
Երբ որ կերակրին ենք ավելացնում, արդեն պատրաստի վիճակում, ավելացնենք սև պղպեղ հատիկավոր, ավելացնում ենք համեմի սերմ, կես պտղունց, ավելացնում ենք ռեհան, չորացրած և մեր համունքների թաքուհին ուրցը, մեր լալվար սարի լավագույն ուրցը, այսքանը բավարար է, հիմա մենք հավանգի մեջ իրենց կստանանք համասեռ զանգված, հիմա մենք այս համասեռ զանգվածը, որ իր ոչ միայն համով, այլ նաև հոտով կգերի նրանից օգտվողներին, դժբախտաբար մենք չենք կարող փոխանցել այն հաճելի բուրմունքը, որ արձակում է մեր այս համեմունքային խառնուրդը, բայց պետք է ասեմ, որ բավականին և գեղեցիկ տեսք ունի և բավականին ախորժաբեր այսպես հոտ ավելացրեցինք, հիմա մենք ինչպես որ փորձված քյաբաբ սարքողներն են անում, մենք իրանից գունդ կստանանք, կծեծենք մի 2 րոպե, մեր գնդակը տեղափոխեցինք, հանում ենք մեր սմբուկները, տեսեք ինչ գեղեցիկ են նրանք բացվել և ինչ գեղեցիկ տեսք ունեն, ինչպես բոլոր հայերը խաղում են կրակի հետ, գիտեք, որ քյաբաբի համար անհրաժեշտ է լավ, ինչպես հայերն ասում, շեղջ, մոտավորապես 550-ից 650 աստիճան ջերմաստիճան է մեզ անհրաժեշտ, որը մենք կարծես թե ստացել ենք, ահավասիկ, և հիմա մենք ցանցի վրա արդեն պատրաստենք մեր հեղափոխականներին և հակահեղափոխականներին։ Մենք շարում ենք մեր ցանցի վրա խոհարարական, ահա այսպես, փորձենք առաջին իսկ մասից տեղավորել այսպես մսեղենային խճողակը, պետք է բացել այս սմբուկը այնպես ինչպես որ մեր քաղաքական գործիչների պիտի բացել ընտրություններից առաջ, որպեսզի նրանք բացվեն և արտահայտեն իրենց մտքերը, դանակ նույնպես կօգտագործենք ավելի լավ տեսք ստանալու համար, այսպես կտեղավորենք, Սիրելի բարեկամներ, մեր հեղափոխական և հակահեղափոխական քյաբաբները պատրաստ են խորովվելու կամ այրվելու կրակների մեջ, հիմա տեղափոխենք կրակների վրա, որ նույն է թե ժողովրդական հարցերը, ահավասիկ, կրակը մի փոքր տարածենք
եւ այս գեղեցիկ անձրևային երաժշտության ներքո սպասենք իրենց խորովվելուն, այնուհետ մենք կանդրադառնանք իրենց արդեն հեղափոխական եւ հակահեղափոխական վիճակներին։ Բարեկամներ, դուք տեսաք, որ մենք հավասարաչափ խորովեցինք մեր հեղափոխական եւ հակահեղափոխական քյաբաբները, որոնք ոչ միայն ախորժելի տեսք են ստացել, այլ նաեւ ախորժելի հոտ ունեն այս պահին, բայց սրանով չենք ավարտել։ Մենք հիմա կշարունակենք այսպես, առաջինը տեղափոխում ենք կարմիր պղնձյա մեր թավան, մյուսը սպիտակ ժամանակակից թավան, այսպես, կրկին անգամ համապատասխանաբար տեղափոխում ենք կարմիր թավա եւ սպիտակ թավա։ Ահա այսպես, ցանցը մեզ այլևս անհրաժեշտ չէ, տեղափոխում ենք եւ անցնում ենք մշակման հաջորդ փուլերին։ Երկու տեղն մի փոքր ավելացնում ենք ձեթ, մի 2 ճաշիկ թալի չափով, ահա այսպես, հիմա ամենահետաքրքիր մասը, սպիտակ գինին ավելացնում ենք սպիտակ թավայի մեջ, ահա այսպես, համապատասխանաբար կարմիր գինին կարմիր թավայի մեջ։ Այսքանը բավարար է։ Հիմա կարմիր թավայի մեջ ավելացնում ենք կարմիր լոլիկի խյուսը 2 ճաշիկ թալ եւ համապատասխանաբար սպիտակ թավայի մեջ 2 ճաշիկ թալ թթվասեր։ Հիմա տեղափոխում ենք կրակի վրա եւ սպասում ենք հրաշքին, սիրելի հեռուստադիտող, խոհարական հրաշքին, որ կկոչվի հեղափոխական եւ հակահեղափոխական քյաբաբ։ Սիրելի բարեկամներ, մեր ուտեստը գրեթե պատրաստ է, ինքը արդեն նաև թանձուկն ենք ստացել, մենք տեղափոխում ենք այստեղ, սահուն, քանի որ ինքը տաք է, մենք օգտագործեցինք 2 տիպի թանձուկներ, սպիտակ և կարմիր, հիմա մենք ինչ անենք, մենք փորձենք, սիրելի հեռուստադիտող, մեր հեղափոխական և հակահեղափոխական քյաբաբները։ Մենք հիշում եք, որ պատրաստել ենք ժամանակին հեղափոխական և հակահեղափոխական ճագար, որը մեր ժողովրդավարություն է վայելում մեր մոտ, իսկ հիմա մենք փորձենք հեղափոխական և հակահեղափոխական այս քյաբաբները։ Սկսենք սպիտակ գվարդիականներից, ամպրոպները
Բավական հետաքրքիր համ ունեն սպիտակ գվարդիական քյաբաբները։ Հիմա անցում կատարենք կարմիր գվարդիականներին։ Ասեմ, որ սմբուկը զուգակցված այդ սպիտակ թանձրուկի հետ շատ հետաքրքիր համային գամա էր։ Հիմա կարմիրը։ Կարմիրն ուղղակի հրաշք էր, եւ թանձրուկը եւ քյաբաբի համը եւ սմբուկի համը շատ հետաքրքիր ձևով զուգակցված էին եւ շատ հետաքրքիր մենք պատկեր ունեցանք։ Սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ իր դրամաբանական ավարտին հասավ Խաչիկյանի խոհանոցը հաղորդումը։ Կհանդիպենք կրկին անգամ մեկ շաբաթ անց Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում եւ տա աստված, որ մեր երկիրը այդ շրջանում միայն ունենա ձեռքբերումներ, ոչ երբեք կորուստներ։